Անազգանունը չեմ ուզում տամ, կարծեմ 2 անգամ հարցազրույցներից մեկում տվել եմ էթերիկ է իրեն։ Երեկվա ձեր ուտելիքից հիացած եմ։ Եթե նույնիսկ Google-ում գրեք լավագույն clam chowder-ը, մեր location-ն է տալի։ Հա, մենք հետո իմացանք, որ հրեաները պարզվում է lobster չեն ուտում։ Այ ինչպես անել, հատկապես ծովախեցգետնի ու seafood-ի հետ կապված, հա։ Չխաբել։ Ոնց չխաբել։ Այդպես, ինքը շատ տարբերվող շենք ամբողջ Լոս Անջելեսում։ Իսկ մենք երևանցիները սիրում ենք սիրուն տեղեր, հա։ Բայց այդ դեպքում պիտի դուք արդեն գաղտնիքը ուզեիք։ Այնքան լավ մարդ էր սեփականատերը, որ ինքը ասեց, ես 1 ամիս ձեր տղայի հետ տրեյնինգ կանեմ։ Կորպորացիոնը դպոնչիկա։ Հա։ Lobster Guys-ը իր DBA-ն է, սովորաբար դու կարող ես մեկ կորպորացիա բացել եւ դրա տակ DBA-եր ունենալ տարբեր այլ անվանումներով։ Հաճելի տեղ էր, բայց պոնչիկ չեմ փորձել, որովհետեւ ես որպես կանոն միշտ նիհարում եմ։ Ես գաղտնի միայն պատրաստում եմ մենակ խմորը, մինչև հիմա դա գաղտնիք է։ Ամուսինը գոհ է ձեր պատրաստելուց տանը։ Հա, բայց իրանք դեն չեն սիրում գովել։ Ինչի՞։ Ես իմ չեն սիրում գովել։ Դուք հենց այդպես ուսուցչուհու կերպար ունեք։ Ասում են, 8 տարիներ աշխատել եմ Անանյա Շիրակացի ճեմարանում, սիրված ուսուցիչ եմ եղել։ Մենք երբ որ Ամերիկա եկանք, մենք շատ պատրաստված էինք։ Մենք գիտեինք իրականում քայլերը։ Դե ասում են ժամանակ չունեմ, անընդհատ պատրաստում եմ, ոնց նկարեմ։ Վայ, հենց այդ րոպեին հաճախորդին որ պիտի տաս մի հատ սենց Մեր բոլորիս հեռախոսները քայլող կամերաներ են, Գլենդելում, Բրբանկում կամ ուրիշ տեղերում շատ ավելի հեշտ կլինի, որովհետեւ բոլորը հայ են, մեծամասնությունը։ Մտնում ես խանութ, բարև ձեզ, ոնց եք։ Երեք նայել եմ ձեր հաղորդումը, ոնց եք։ Այո, բիզնես ստեղծելը ավելի ժամանակատար եւ ֆինանսապես դժվար կլինի, քան երբ որ դու պատրաստի բիզնես ես գնում։ Որ ես պիտի աշխատեմ, որպեսզի ծնողներիս հոգ տանեմ։ Գիտեք, ոչ թե ծնողներին, ես դա մի քիչ հոզում եմ կանենք։ Չէ, ոչ թե լավ էլ կպահենք ուզվելը։ Շուտով Լոս Անջելեսը կհամտեսի դպոնչիկը։ Կիմանա թե պոնչիկի իսկական համը որն է։ Այսօր տրավմաներիցս խոսեցի, բայց սա հարթակ է, որտեղ կարող ենք խոսել։ Բարի օր հարգելի հետևորդներ, ես Մերի Մակարյանն եմ, իսկ դուք դիտում եք Menu AM-ի հերթական էպիզոդը։ Այսօր հրաշալի հյուր ունեմ եւ հրաշալի թեմայից ենք խոսելու։ Առհասարակ ուտելիքի թեման ինձ թվում է մի տեսակ պարտավորեցնող է, մի տեսակ հետաքրքիր եւ այն ամենօրյա բնույթ է կրում մեր կյանքում եւ ինչքան շատ ծանոթանանք ուտելիքների, ռեստորանների եւ նրանց սեփականատերերի հետ, այն էլ ազգությամբ հայ, այն էլ օտար երկրում ստեղծված եւ տարածված, այդքան ավելի տեղեկացված կլինենք, այդքան ավելի հպարտությամբ կլցվենք եւ այսօր ես պիտի զրուցեմ Woodland Hills-ում տեղակայված Lobster Guys ռեստորանի համասեփականատեր Արփի Դոդոյանի հետ։ Ողջույն։ Ողջույն Մերի ջան։ Մի քիչ երկար սկսեցի, բայց երևի թե մտածելով, որ դուք որպես ուսուցչուհի 20 տարվա փորձ ունեք, չնայած որ առարկան անգլերեն է, բայց ամեն դեպքում մի տեսակ պարտավորեցնող է ձեզ հետ զրուցելը։ Չի ասի, չէ։ Չնայած որ հիմա պիտի ասեմ, որ ես ձեզ արդեն ծանոթացել եմ 3 նկարահանումից 1 օր առաջ ես հրավեր ստացա Արփիից, իրենց ընտանիքից, որպեսզի կարողանամ փորձել այն, ինչ նրանք մատուցում են, այն, ինչ նրանք առաջարկում են Lobster Guys-ում եւ որպեսզի հետագայում արդեն հաղորդման շրջանակներում ես ավելի կոնկրետ, ավելի իմ կարծիքը ձևավորած խոսեմ այն ուտելիքի մասին, որը որ ես 3 փորձեցի։ Սկսեմ այնտեղից, որ ես այդքան էլ շատ ուտող չեմ, շատ չեմ հասկանում ուտելիքներից, ինձ համար կարևորը որ համ չգա ուտելիքից, կարևորը որ մաքրությունը տեսնեմ այնտեղ, մնացածը արդեն երևի ես լավ փորձող չեմ, բայց երեկվա ձեր ուտելիքից հիացած եմ։ Շատ ուրախ եմ։ Սպասարկումից հիացած եմ, ձեր ընտանիքով հիացած եմ, ձեզ հետ զրուցելը ես էլ ընտանիքիս հետ շատ հաճելի էր։ Մեզ էլ շատ հաճելի էր, իրականում մենք այնքան ենք ուրախանում, որ մեր համայնքից մարդիկ գալիս են Woodland Hills եւ իմանում են, որ Woodland Hills-ում այդ ռեստորանը, որը բացարձակ հայկական խոհանոցի հետ կապ չունի եւ բացահայտում են, որ տերերը հայ են եւ իրականում այնքան ենք ուրախանում, մենք շատ ուրախ ենք լինում հայերը, որ գալիս են մեզ հյուր եւ հիմա վստահ եմ, որ այս ծրագիրը նաեւ մեզ էլի կբերի շատ հայ ընկերներ, բարեկամներ, որոնք ուղակի մեր տեղը կիմանան, մենք էլ իրենց տեղը կիմանանք եւ կլինի մի վայր, որտեղ մարդիկ ուղակի կուզեն lobster փորձելու ու կասեն, մեր հայ համայնքից կա մի ընտանիք, որը ունի նման ռեստորան, գնանք այնտեղ։
Այո, վստահ եմ ես էլ։ Իդեպ մեր զրույցի ընթացքում այսպես ես մանրուքներ կար, որոնց վրա ուշադրություն եմ դարձել, գուցե դուք չեք նկատել, բայց օրինակ ես հիշեցի, որ դուք ասացիք ձեր հաղորդումից նկատել էինք այն waffles-ը, որը այստեղ է գտնվում։ Մենք հասկացանք, որ հայերինն է ու գնացինք, որպեսզի սատարենք նրանց, ծանոթանանք իրենց հետ, ու մեր հայերը այստեղ այս ընտանիքը գործ է անում ու գնանք փորձենք։ Այո, Մերի ջան, իրականում հենց Los Angeles and Waffles-ը, երբ որ ես տեսա, եւ երբ որ իմացա ամեն անգամ, ես արդեն 1 տարի է բնակվում եմ հենց Woodland Hills-ում, ամեն անգամ այդ waffle-ի կողքով անցնելիս իրականում չենք գնացել, բայց ես հենց ձեր այդ ոդկասթը տեսա եւ տղաներին տեսա, որ հայեր են, ես ազնվությամբ հաջորդ օրը մենակ առավոտյան գնացի երեխային դպրոց տանելից հետո մյուս օր արդեն ընտանիքով էլի գնացինք։ Այո, ես գտնում եմ, որ այդ սատարելու փաստը շատ կարեւոր է օտարազգում ու օտար երկրում, հա։ Եվ մենք ուժեղ ենք, մենք մեզանով իրական օտարության մեջ ուժեղությունը միայն քո համայնքն է քեզ այդ ուժը տալի, ինչքան էլ որ դու գտնվում ես օտար ազգության մեջ, քեզ ուժ է տալիս միայն քո համայնքը եւ մենք փոքր բիզնես կլինի թե մեծ բիզնես, եթե մենք իմանում ենք եւ հայ է, ապա մենք պետք է օգտվենք, ինչու որովհետեւ մեր սատարը միանշանակ շատ մեծ բան է տալիս սեփականատիրոջը։ Արփի դուք էությամբ ինչպես հասկացել եմ շատ ջերմ, այսպես ասող, խոսող կին եք եւ ընտրությունը այստեղ տեղափոխվելու ու որոշումը, որ դուք պիտի այստեղ մենակ լինեք, ու ձեր ընտանիքի հետ իհարկե, բայց ամեն դեպքում այնինչ թողել եք Հայաստանում, մնացել է Հայաստանում։ Ինչպիսին է եղել ձեր կյանքը Հայաստանում մինչ Միացյալ Նահանգներ գալը։ Այո, դուք ճիշտ նկատեցիք, ես շատ շփվող եմ, շատ ջերմ եմ, ունեմ շատ լավ ընկերներ եւ կան այդ ընկերները Հայաստանում, այստեղ էլ ունենք լավ ընկերներ, որոնք մեզ դիմավորել են, շատ լավ եւ մենք լավ ընկերություն ենք անում։ Փառք ու պատիվ այդպիսի ընկերներին, որովհետեւ առանց իրենց ընկեր բարեկամ, որ գալիս ես այստեղ, դու միայնակ ոչ մեկ ես։ Այո, շատ կարեւոր է, որ ունես կողքդ քեզ լավ կամեցող լավ ընկերներ եւ փառք Աստծո մենք շրջապատված ենք։ Այո, Հայաստանում շատ լավ ամեն ինչ ունենք, փառք Աստծո, ունենք բնակարան, ունենք բիզնես, որը դպոնչիկն է, ես համարում եմ երրորդ մեր երեխան, հա։ Հեսա կխոսենք, այո, ունենք եկամուտի աղբյուր իրականում, այդպես էլ ասեմ, եւ Լոս Անջելես տեղափոխվելը իրականում ինքը, գիտեք, ոչ միայն դա ուժերը փորձելու մասին է։ Փորձել ուժերը, երեխաներին մի փոքր էլ տալ հնարավորություն այդ թռիչքի, որովհետև երբ որ դու հասկանում ես, որ ունես բավարար էներգիա, բավարար ցանկություն, կամք, իսկ ինչու՞ չփորձել մեկ այլ տեղ, մի քիչ ավելի շատ, եւ մի քանի տարի հետո, երբ որ արդեն ամեն ինչ կլինի իր տեղում, երկու երեխաներդ արդեն իրենք կարողանան արդեն շարժվեն քո ստեղծած իման վրա, եւ չէ որ մենք հայեր ենք, մենք ամեն ինչ ստեղծում ենք երեխաների համար, այն ժամանակ ես վստահ եմ, ես Երևանում հաստատ ինձ սպասողներ կան, ես տուն ունեմ, ելի եմ ասում, եկամուտի աղբյուր ունեմ եւ ես վստահ եմ, որ թոշակը հաստատ Երևանում մեծ սիրով կվայելեմ։ Այո։ 20 տարվա ստաժ ունեք, աշխատանքային փորձ, որպես ուսուցչուհի, այն էլ անգլերենի ուսուցչուհի։ Ինչպիսին էին այդ տարիները Հայաստանում որպես ուսուցչուհի։ Շատ լավ։ Ես սիրում եմ դասավանդել։ Որ դպրոցում եք դասավանդել։ Տեսեք, ես սկսել եմ իմ կարիերան 25 տարեկանից Մայակովսկու դպրոցում, այնուհետև Չեխովի դպրոցում, հետո վերջին 6-7 տարիներ ես աշխատել եմ, նույնիսկ 8 տարիներ աշխատել եմ Անանյա Շիրակացի ճեմարանում, սիրված ուսուցիչ եմ եղել, սիրում եմ շատ մասնագիտությունս, մեծ սիրով էստեղ էլ կանեմ այդ գործը։ Ցեն կարճ ասած սիրում եմ դասավանդել, հա։ Դուք հենց այդպես ուսուցչուհու կերպար ունեք։ Ասում են։ Հա, շատ։ Հա, ես սիրում եմ դասավանդել, սիրում եմ երեխաներին։ Հետո գիտեք, երբ որ դու մի բանը շատ լավ ես, իրոք սիրում ես, դա քեզ մոտ շատ լավ է ստացվում, բայց ուսուցիչ լինելը, ես կարծում եմ, դա չեն սովորում։ Ուսուցիչ ծնվում են, որովհետև դու կարող ես շատ լավ մասնագետ լինել, բայց չկարողանալ այդ գիտելիքդ մատուցել, փոխանցել։ Այո, դա սովորելու հարց չի։ Այո, դու ձեռք ես բերում փորձ, բայց ինչպես կասեր մեր ճեմարանի Տիկին Աշխենը, ինձ ասում էր «Учитель от Бога»։ Իրականում դա մեծ խոսք է ինձ համար, ինքը այդպես էլ ասում էր Արփին, ասում էր «Դու учитель от Бога», որովհետև ես ունեցել եմ մեծերի խումբ, ուսուցիչների խումբ, եւ ես դասավանդել եմ ճեմարանի ուսուցիչներին, նույնիսկ անգլերեն, այո։ Եվ շատ մեծ հաճույքով կարողանում եմ ինձանից բավականին
մեթոդիստներ, բավականին մեծ փորձով, շատ ավելի այլ առարկաների մասնագետների ես դասավանդել եմ անգլերեն եւ իրենք ինձ այդպես էլ կոչում էին учитель от Бога, որը ինձ համար երևի թե լավագույն բնորոշումն է։ Այո։ Վստահ եմ, որ կապեր ունեք այնտեղ ձեր գոլեգաների հետ, բայց եկեք մի հատ ողջունենք բոլոր այն ուսուցչական կազմին, աշակերտներին, որոնց հետ դուք աշխատել եք, ինձ թվում է կշոյվեն։ Այո, ես ինչպես նշեցի, իմ բոլոր գոլեգաներին եմ ողջունում Լոս Անջելեսից, Մերիի հյուրն եմ։ Վստահ եմ, որ Մերիին բոլորը շատ սիրում են եւ կզարմանան, այո, կզարմանան, որ Արփինեն հասել է Մերիի մոտ այսօր։ Իրականում ողջունում եմ բոլորին եւ ասում եմ, ես էլի ուսուցիչ եմ եւ ամեն ինչ անել եմ, որ իմ մասին իսկ որպես ուսուցիչ այստեղ լսեն։ Բրավո։ Այնտեղ ունեք նաև պոնչիկի բիզնես, Դ Պոնչիկ կոչվում է, կրպակը տեղակայված է Աբովյան փողոցի վրա։ Գիտեք, երեք զրույցում դուք ասացիք, չես հիշում, տեսած կլինես, հաստատ անցած կլինես, այդ ժամանակ չէի հիշում, հետագայում արդեն ես սկսեցի հիշել, երբ որ փողոցով անցնում ենք, որտեվ այդ տարի որ գնացել ենք վերջին տարի, մենք այդտեղ էինք տուն վերցրել ու մնում էինք, ու ես հիշեցի, որ այդպիսի բան կար, նույնիսկ այդտեղից սուրճ ենք վերցրել, հա, շատ հաճելի տեղ էր, բայց պոնչիկ չեմ փորձել, որտեղ ես որպես կանոն միշտ նիհարում եմ։ Բայց ամեն դեպքում, այո, բավականին անունով հայտնի պոնչիկներ։ Դե պոնչիկը իմ սերն է, ինքը բիզնես չի։ Ինչպես որոշեցիք, որ պիտի գնաք ու պիտի պոնչիկ սարքեք արդեն։ Եվ ինչու հենց պոնչիկ։ Դե պոնչիկը ստեղծվել է ամբողջ աշխարհի համար, շատ ծանր շրջաներ, COVID էր։ Կանգնեց աշխարհը, ոչ միայն Հայաստանում դեռ հələ լավ էր, ամբողջ աշխարհում կանգնեց աշխարհը, եւ մենք նույնիսկ դասերը on-line էր եւ այլն, հա։ Ամուսինս այդ ժամանակը Վրաստանում համագործակցում էր Հայաստանում հյուրսերվիզի հետ, որը տուրիստներ էին հյուրսերվիզի տուրիստերին Հայաստանից տեղափոխում էին Վրաստան, դե բնականաբար COVID-ի ժամանակ ամենը դադարեց եւ հասկացանք, որ իրականում կա խնդիր։ Ինչպեսի խնդիր, ուղղակի ֆինանսական խնդիրներ, գոյատևելու բոլորի մոտ, հա, տուրիզմը կանգնեց, ռեստորանները կանգնեցին, դե մենք ռեստորան ոչինչ չունեինք, բայց իրական մեր հիմնական աղբյուրը այո հենց տուրիզմից էր, որովհետև մենք այնտեղ անշարժ գույք ունեինք, որը տուրիստական հյուրսերվիզը վարձակալում է 20 տարի մեզանից շարունակ եւ դադարեց եւ այդ մարդիկ ուղղակի ի վիճակի չէին քեզ վարձ տալու, հա։ Եվ քննությունները վերջացան, on-line քննությունները, հավատացեք, առավոտյան բոլորս մի հատ բան էինք հագնում, ինչ որ շապիկ էինք հագնում կամ պիջակ էինք հագնում, մտնում էինք դասի երեխաների հետ, հետո գնում ենք նախաճաշ էինք անում տունը, կանգնեց աշխարհը on-line։ Իմիջիալից COVID-ը շատ բաներ փոխեց։ Մարդիկ, որոնք չէին պատկերացնում, թե ինչպես կարելի է դասը on-line անել, COVID-ը ասեց շատ է լավ կարելի է։ Այդ սերունդի մասին է խոսքը։ Այո, շատ բաներ փոխվեցին COVID-ից հետո, ինչպես օգտվել ինտերնետից։ Ինչպես օգտվել, գործիքներ ավելացան, որտեղ մենք այնպիսի գործիքներ սովորեցինք, որ միգուցե հատուկ արված էր, որպեսզի մարդկությանը ինչ որ օֆիսային տարբերակից բերեն տուն, որտեղ մենք հետո գիտենք COVID-ից հետո շատ բաներ տեղափոխվեցին on-line ռեժիմով, հա, դա հենց COVID-ը ստեղծեց։ Եվ պոնչիկն էլ ստեղծվեց COVID-ի հետևանքով, որովհետև քննությունները ավարտվեցին եւ մենք մտածում էինք, բալավ ինչ պիտի անենք եւ այլն, ես հետո տան համար պոնչիկ պատրաստեցի։ Ու այնպես ստացվեց, որ շատ լավ ստացվեց։ Իսկ դուք առհասարակ լավ եք պատրաստում, համեղ պատրաստում։ Ես սիրում եմ պատրաստել, ասում են թե լավ եմ պատրաստում եւ երեք մոռացա հարցնեմ ձեր ամուսնուց։ Ահա, պատրաստելը, թե ին պատրաստելը։ Առհասարակ լավ եք։ Ես լավ եմ պատրաստում, ամուսինս ընդհանրապես շատ հեռու է պատրաստում։ Չէ, ամուսինը գոհ է ձեր պատրաստելուց տանը։ Հա, բայց իրանք դեն չեն սիրում գովել։ Ինչի՞։ Ես իմ չեն սիրում գովել։ Հա, բայց իրական չէ, շատ լավ էր պատրաստված։ Պոնչիկը պատրաստեցի։ Երկրորդ օրը տղաներս ասացին, որ մամա, մի հատ Facebook գցի, ասենց նկարը, հա, ինչ որ բան։ Ես այդ հարթակից այնքան հեռու մարդ, Facebook-յան հատկապես մարքեթինգ այն է, Facebook-ը մեծ համար ինքը լրատվական ինչ որ մի հատ այնց ֆոտոների տեղ է, բայց ոչ բան։ Ես գցեցի այդ օրը հաջորդ օրը պոնչիկը նկարեցի, շատ տնական պայմաններում, հա, եւ ուղղակի Facebook-ում post արեցի։ Չգիտեմ ոնց, բայց այդ post-ը
չգիտես ոնց, բայց տեղափոխվեց ինչ որ մի հարթակ, որը ասում են, չէ, որ այդ սոցիալական հարթակում կա բիոլոգիչեսկի ախվատ հասկացություն, որը ինքը իրան այդ պոստը կարող է երաշտության տարածում, ես չգիտեի նույնիսկ դա ոնց է լինում եւ տարածում ունեցավ։ Եվ հենց առաջի օրը ես մոտավորապես 150 հատ տանը պոնչիկ եմ պատրաստել, փոքրիկ կաթսայի մեջ տապակել եւ մենք չունենք նույնիսկ առաքիչ։ Մենք չգիտենք դա ոնց արվում։ Մենք պատվեր ենք ընդունում եւ այսինքն այդ նկարից հետո ձեզ պատվեր եք, այո, շատ պատահական ու մեկը ոնց որ պատվիրեց նորքի զանգվածից, հա, եւ իրար սկսեցին այդ երևի 3-4 ժամում իրար ասել, որ մի խելագարվելու պոնչիկա։ Եվ իմիջիալոց ես պիտի ասեմ, որ մենք երբ որ պոնչիկը սկսեցինք պատրաստել, չկային այդ առաքման ծառայությունները այդ ժամանակ, ասում եմ COVID էր եւ հետո այդ ծառայությունը գոյություն չուներ, ես պատրաստում էի ամուսինս ստիպված առաքում էր եւ մարդիկ ովքեր ստանում էին այդ պոնչիկը ասում էին մի տեսակ շատ համով պոնչիկ է, բայց առաքիչն էլ առաքիչի նման չի։ Եվ իրականում 1-2 ամիս դու հասկացանք, որ ուզում են 2 ամիս, այսինքն հուլիս եւ օգոստոսը ես տանից պատրաստել եմ պոնչիկ, այո, տանից, ոչ մի ածը, ոչ մի բան մենք չունեինք։ Հետո սեպտեմբերին պիտի վերադառնայինք դպրոց եւ ես հասկացա, որ չէ, եթե սկսել ենք, մի բան անենք։ Մենք տարածք վերցրեցինք Քաջազնոնիում, աշխատող վերցրեցի, որ ես գախտի միայն պատրաստում էի մենակ խմորը, մինչև հիմա դա գախնիկ է։ Գախտի պատրաստում էի խմոր եւ տիկինին սովորեցրեցի մեր պոնչիկները փակելու ձևը, հա, որտեղ շատ կարեւոր ձև էր։ Եվ քանի համերի պոնչիկներ են։ 8 համերի, բայց սկզբից եղել է 2-ը, վանիլ եւ շոկոլադ, վանիլնի եւ շոկոլադներ, այո, բայց հիմա ունենք 8։ Եվ պատկերացրեք շատ ծանր օր մեր բացումը պիտի լիներ, դա սեպտեմբերի 27-ն էր, նախատեսված եւ պատերազմը սկսվեց։ Պատկերացրեք, դուք պիտի բացես մի բան, որ արդեն խանութն է Քաջազնոնի փողոցի վրա, եւ բնականաբար մենք բացումը այդպես չարեցինք, հետո սկսեց աշխատելը, բայց մենք 44 օր տառապեցինք բոլորս ամբողջ աշխարհում հայերս եւ այդ դրա համար եմ ասում դա պոնչիկը շատ դժվար ժամանակներում ստեղծված անվանում է եւ ինքը ինձ համար ոչ միայն բիզնես է, ինքը մեծ սեր է, ինքը Երևանը, Հայաստանը կապող մեր ամեն ինչն է, ինքը այն կամուրջն է, որի համար ես առավոտյան զարթնում եմ եւ զանգում եմ, երեկոյան զանգում եմ, ամեն ինչ տեղեկացված եմ, այսինքն մենք այստեղից վարում ենք դա պոնչիկի գործը։ Մենք սիրում ենք դա պոնչիկին շատ։ Որ հարցնում են մարդկանց կվերադառնաք Երևան, ասում են դե օրինակ մայրս այնտեղ է, ինչու՞ չէ, հայրս այնտեղ է, ինչու՞ չէ, երեխաս այնտեղ է։ Հիմա ձեզ հարցնում եմ կվերադառնաք Երևան, պատասխանը դե պոնչիկը այնտեղ է, պիտի վերադառնա։ Դե պոնչիկը եւ մարդիկ, այո, կան մարդիկ, որոնց համար կվերադառնա։ Երևանը, գիտեք, Երևանը Երևան է, բայց Երևանը իր այդ մարդկանցով է Երևան։ Իհարկե։ Քեզ կապող բաները, որ ասում են կարոտել ես ինչ որ միտեղ, դու կարոտում ես մարդկանց այդ տեղում։ Իսկ եթե մարդիկ այստեղ լինեն, օրինակ ձեր սիրելի մարդիկ, դե բոլոր մարդկանց եք կարոտում, այդ կոլորիտն եք կարոտում։ Կոլորիտը գիտեք, Երևանյան կոլորիտը։ Հա, փողոցները, կոլորիտը, չէ, կոլորիտը, չէ, Երևանը անկրկնելի է, գիտեք, չէ։ Չկա Երևան։ Այո, իհարկե գիտեմ։ Կարծած ես, դե արի հասկանանք, թե ինչ ենք անում։ Ուշադիր։ Մենյու M-ը հավաքել է հայերին պատկանող բոլոր լավագույն ռեստորանները մեկ վայրում։ Ստուգիր ռեստորանի վարկանիշը, նայիր մենյուն եւ նկարները, նույնիսկ ընթրիք կարող ես պատվիրել։ Ցանկանում ես փայտի կրակով պատրաստված խորոված, թարմ թխված լավաշ կամ քաղցր ինչ-որ մի բան, Մենյու M-ը քեզ կօգնի գտնել ինչ փնտրում ես։ menuem.com Քեզ ծանոթ համերը մեր ռեստորաններից։ Ասացիք, որ հիմա այնտեղ գործում է բիզնեսը, բայց նաև ասացիք, որ գախնի էիք սարքում սկզբից խմորը, իսկ հիմա ով է այդ գախնիկը։ Ունեմ մեկ մարդ, որը մեծ պատասխանատվությամբ ինձ սատարում է, Տիկին Լուբանա, հատուկ իրեն շնորհակալություն։ Այսինքն մենակ իրեն եք ասել։ Մենակ ինքը գիտի։ Մենակ, ես նույնիսկ ամենահարազատ մարդը չգիտի այդ գախնիկը։ Շատ մարդիկ են փորձել գալ, համոզել, տարբեր ռեցեպտները խնդրել, շատ, բայց չէ, ինքը տարբերվող։ Բայց ո՞նց է տարբերվում, այսինքն դուք դա ինքներդ մտածեցիք։ Ստեղծեցի եղածի վրա փոփոխություններով, այո։ Հա։ Ստեղծեցի շատ մեծ փորձերից հետո մենք ձեռք բերեցինք այդ տեսակը։ Եվ մենաշնորհը ձերն է։ Մենաշնորհը մենն է, դու գիտեք, հետաքրքիր բան ասեմ, այստեղ երբ որ մենք կորպորացիան բացեցինք, հա, բիզնեսի, կորպորացիան լոբստեր գայս չի։ Կորպորացիան դպոնչիկա։
Հա։ Այստեղ հիմա մենք ունենք այդ corporation-ին արդեն անունը կա։ Մենք այսինքն Lobster Guys-ը իր DBA-ն է սովորաբար դու կարող ես մեկ կորպորացիա բացել եւ դրա տակ DBA-եր ունենալ տարբեր այլ անվանումներով։ Так что դպոնչիկը այստեղ կա։ Այստեղ կա եւ դե հա, իսկ սկզբանե ոնց գիտեմ միտքը եղել էր որպեսզի դուք գայիք այստեղ ու բացեիք նույնը, բիզնեսը նույնից կրկնեիք այստեղ, բայց ինչպես ստացվեց, որ գնացիք հենց այս բիզնեսը ու սկսեցիք զբաղվել ծովախեցգետիններով։ Այո, ասեմ, իրական մենք երբ որ Ամերիկա եկանք, մենք շատ պատրաստված էինք։ Մենք գիտեինք իրականում քայլերը։ Շատ էինք լսել տարբեր մասնագետների, տարբեր բիզնես օներների այստեղ, հանձինս Արտոյի, ճիշտն ասած, ես Արտոյին շատ էի դիտում այն ժամանակ եւ Արտոն այն ժամանակ դեռ խորհուրդ էր տալի, որ բիզնես ստեղծելը Ամերիկայում։ Հա, Արտավազդ Դամիրյան, հա։ Այո, Արտավազդ Դամիրյան, ես իր ոդկասթներն եմ նույնիսկ նայել չեմ հիշում ում հյուրներ։ Համենայն դեպս տարբեր մարդկանցից լսում էինք, որ բիզնես ստեղծելը ավելի ժամանակատար եւ ֆինանսապես դժվար կլինի, քան երբ որ դու պատրաստի բիզնես ես գնում։ Պատրաստի բիզնես գնելը ժամանակատար չէ, դու գնում ես, հա, ժամանակ կա ինչ-որ շրջան, որ դու այդ կազմակերպում ես, բայց երբ որ ինքը ունի արդեն այդ ձևավորած այդ լիցենզիաները, շատ ավելի հարցեր, շատ ավելի հեշտ է պատրաստի բիզնեսն ու դրա համար մենք երբ որ եկանք մենք բավականին տեղեկացված էինք։ Մեզանից գնում էր որ մենք պիտի գտնենք ուղղակի բիզնես, որը պետք է գտնենք լավ տեղում, հարմար տեղում, հետո մենք միանշանակ գիտենք որ մենք կոնցեպտը պետք է փոխենք։ Այսինքն ինչ էր որ գնեինք, այդ բիզնեսը ինչ էր որ մատուցել, մենք պիտի կոնցեպտը փոխեինք եւ պոնչիկը սկսեինք։ Եվ շատ տարբեր տեղերում էինք փնտրում բիզնեսը, իհարկե ի սկզբանե սկսել ենք Հայ համայնքում, Գլենդելում, Բրբանքում, եղել է Նորթ Հոլիվուդում ենք նայել, բայց իրականում չենք կարողանում գտնենք այն ինչ որ ուզում էինք։ Եվ հետո պատահական այս բիզնեսը առաջարկվեց, որ էլի վաճառքի էր հանվել, եւ մենք եկանք այստեղ փորձելու։ Քաղաքը շատ սիրեցինք հենց սկզբից, որովհետեւ շատ կոկիկ, շատ կանաչ եւ մաքուր քաղաք էր։ Դուք էլ այնտեղ եք, չէ՞, բնակվում։ Մենք բնակվում հենց դիմաց։ Մենք ամեն ինչ արել ենք Երևանյան ձևով, ոտքով գնալ, գալ լինի։ Այո, ու պատկերացրեք, բիզնեսը որ տեսանք վաճառքի է, բնականաբար պիտի գազ հասկանաս ինչու է վաճառում, ոնց է, եւ շենքն էր շատ սիրուն։ Ինքը շատ տարբերվող շենք ամբողջ Լոս Անջելեսում։ Իսկ մենք երևանցիները սիրում ենք սիրուն տեղեր, հա։ Մեզ համար ի սկզբանե այնքան բարդ էր տարածք գտնել, որովհետեւ այստեղ տարածքները պլազա հասկացությունի մեջ են եւ մեր համար այդ պլազաները շատ Երևանից հետո շատ խորթ էր։ Չէր պատկերացնում, լավ, այդ պլազայում այդ միացած փոքրիկ շատ քառակուսի են այս ամեն ինչը այստեղ, հա։ Եվ մենք գեղեցիկ տեղ էինք փնտրում, անդադ ինչ որ մի սիրուն տեղ, սիրուն, բայց դժվար էր այդ սիրուն տեղը, հա, այդ սիրուն շենք ասածը։ Իսկ երևի թե դուք նկատեցիք, թե ինքն ինչ սիրուն շենքում է այս Lobster Guys-ը։ Շատ գեղեցիկ է շենքը, բայց ինքն էլ ուրիշ կողմից եթե նայես, օֆիսների տարածքի համար նախատեսված ինքը White House-ա կոչվում, Լոս Անջելեսի White House-ն է։ Վերելակով բարձրանում եք, գնում եք երկու դռներով անցնում եք, ինչ որ դուր է, որ կարծես թե օֆիս մտես, բայց մտնում ես ռեստորան։ Հա, բայց դուք դրսից էլ կարող եք գալ, որտեղ արդեն տեսնում եք այդ պատշգամբը, բացօթյա որտեղ այոն ունենք նստելու տեղերը, հա։ Այսինքն ինքը սիրուն շենք է, մենք հենց շենք արած։ Իդեպ վալե պարկինգով տակը չէ։ Մենք պարկինգը validate ենք անում եւ բավականին հեշտ է դա մեր կողմից որպես ռեստորանի սեփականատերեր, այո, մենք validate անում ենք։ Պարկինգը շատ կարեւոր է, ես հասկանում եմ այս երկրում եւ առհասարակ ցանկացած երկրում կարեւոր է, հատկապես եթե գնային ունի նշանակություն, ցանկացած սպառող էլ երևի թե իրեն լավ է զգում, երբ որ իր պարկինգը validate է լինում, անկախ նրանից թե ինքը որքան է ծախսել քեզ մոտ։ Չէ, դա validation-ը երևի թե կարևոր հանգամանք է։ Շատ, ամեն տեղ գնալիս հարցնում եք, պարկինգ կա, ինչ պայմաններ են, նոր գնում ես։ Եվ իրականում այդ շենքը մենք շատ հավանեցինք, հետո եկանք սեփականատերը արգենտինացի էր, որին էլի շատ հավանեցինք, հետո խնդրեցինք, որպեսզի պատվիրեցինք որոշակի բաներ, մինչև կզրուցենք իրեն հետ, ինքը ուտելիքը բերեց, մենք շատ հավանեցինք ուտելիքը։ Okay, գնացինք տուն, մտածեցինք եւ մենք շատ կարեւորում էինք մեր այստեղ ընկերների կարծիքը, որովհետեւ ես էլի եմ ասում, առանց իրենց դու ուժեղ չես։ Եվ իրենց կարծիքը մեզ համար շատ կարևոր է, թե տեղանքի վերաբերյալ, թե սննդի վերաբերյալ, որովհետև իրենք այստեղ ապրում են 30 տարուց ավել, իրենք շատ ավելի լավ կպատկերացնեն եւ երբեք քեզ սխալ խորհուրդ չեն տա, եթե քեզ իրականում շատ սիրում եւ ընդունում են, հա։ Եվ մեր ընկերները այդպիսին են։ Եվ իրենց էլ այդ եկանք, իրենք էլ դիտեցին, նայեցին, փորձեցին եւ իրենք ասին, իսկ ինչի եք ուզում փակեք այս կոնցեպտը, հա։
շատ համով է, շատ լավն է, շուկան այդքան էլ զբաղված չի lobster-ի, այսինքն ինքն շարքային մեր խոհանոցը չի, հա, խորոված, կամ այսինքն հայկական մեր խոհանոցը չի, բուրգերներ չի, որ ամենտեղ կա, այսինքն ինքը շատ տարբերող է, նիշան որոշ չափի ազատ է։ Բայց այդ դեպքում պիտի դուք արդեն գաղտնիքը ուզեիք։ Այո, բայց այդպես էր, որ ինքը այնքան լավ մարդ էր սեփականատերը, որ ինքը ասաց, ես 1 ամիս ձեր տղայի հետ տրեյնինգ կանեմ։ Եվ Հայկս ազատ էր, որ Հայկը ազատ էր եւ 1 ամիս մենք Հայկին բերեցինք։ Քանի տարեկան է Հայկը։ Հայկը շուտով կդառնա 18, ինքն 17 էր, երբ որ այդ տրեյնինգը անցավ։ Հայկը ամենը սովորեց եւ հետո Հայկը սկսեց մեզ սովորեցնել։ Կյանքում երևի գալիս է մի բան, որ այո, դու երեխայդ պիտի լսես շատ հարցերում, ու բոլորի դեպքում այդպես եւ 17 տարեկան էր Հայկը, երբ որ սկսեց մեզ թելադրելը։ Իսկ չասեց, մամ, ես չեմ ուզում գնամ խոհանոցում ճաշ պատրաստեմ, ես ուզում եմ ուրիշ կյանքով ապրեմ։ Ինքը հիմա էլ ասում եւ իր նպատակն է սովորել, գնալ առաջ, ոչ, ինքը Ամերիկա գալուց հետո շատ փոխվեց, այդ կար, բայց ինքը շատ փոխվեց, ինքը իմ համար մեծ բացահայտում էր։ Ինչ առումով։ Գիտեք, ինքը պատասխանատվություն վերցրեց ծնողների մասին։ Որ ես պիտի աշխատեմ, որպեսզի ծնողներիս հոգ տանեմ։ Գիտեք, ոչ թե ծնողներին, չէ, ստա մի քիչ հոզում եմ կանենք։ Չէ, ոչ թե Չէ, լավ էլ կպահենք ուզվելը։ Ոչ թե ծնողներին սա օգնել, այո, ուղղակի ինքը ուզում էր ասել, որ իրականում ինքը ուզում է այստեղ կրթություն ստանա եւ ինքը գիտի, որ այո, մենք իրեն համար ենք այստեղ շատ ավելի դեպքում, հա։ Եվ ինքը մեծ պատասխանատվություն վերցրեց մեր համար։ Ինքը շատ արագ ամեն ինչ ընդօրինակում էր, փողոցներ, վարելու ձևը, այսպես, այնպես, եւ իրան թվաց, որ այո, ինքը մեծացել է եւ ինքը պիտի պատասխանատվություն կրի մեր այստեղ տեղափոխմանը։ Եվ այդպես էլ եղավ, եւ ինքը 1 ամիս առանց հանգստյան երևի օրերի տրեյնինգի եկել 8 ժամով։ Օրը 8 ժամ։ Օրը 8 ժամ սովորեց եւ հուլիսի 1-ին մենք ունեինք արդեն պայմանագիրը կնքած, որ արդեն հուլիսի 1-ից բիզնեսը մեր անունով է լինելու, որտեղ մենք զբաղվում էինք արդեն այդ անվանափոխություն եւ այլն, եւ հուլիսի 1-ին, երբ որ մենք մտանք, Հայկը մոտավորապես 10 օր էլ տրամադրեց մեզ, ինձ հատկապես, որ պետք է ինձ սովորեցնի այդ ամենը։ Ամուսնու սովորեցնելու շատ խնդիր չկա, որովհետև լեզվի խնդիր կար, սպասարկման մեջ շատ բարդ է, եթե դու լեզուն չգիտես, հատկապես օտար քաղաքում, տեսեք Գլենդելում, Բրբանկում կամ ուրիշ տեղերում շատ ավելի հեշտ կլինի, որովհետև բոլորը հայ են, մեծամասնությունը։ Մտնում ես խանութ, բարև ձեզ, ոնց եք։ Երեք նայել եմ ձեր հաղորդումը, ոնց եք։ Այո, իսկ այստեղ չէ, այստեղ պետք է լեզուն։ Այստեղ այո մեծ օգնություն էր իմ լեզվի իմացությունը, Հայկի լեզվի իմացությունը բնականաբար եւ ամուսնուս խնդիրը լինել տնօրեն էլ մեզ եւ այդ ամենամեծ կարեւոր գործերը, որ այսինքն այդ առևտուրն, այդ ամեն ինչն է տեղավորել, իմանալ ինչ ունենք, բայց պատրաստման տեսանկյունից եւ սպասարկման տեսանկյունից եւ ես եւ Հայկը։ Դուք եւ Հայկը։ Հիմա ունենք արդեն աշխատողներ նույնպես, որոնք մեզ օգնում են։ Արփինե, տեսեք, այո, շատ համեղ է, բայց միևնույն ժամանակ շատ պատասխանատու է, որովհետեւ ծովամթերքը նախ պիտի լինի շատ լավը, շատ թարմ, ոչ շաբլոն, չգիտեմ, ինչ որ յուրահատուկ բան պիտի անեք, որ կարողանաք գրավել մարդկանց ու հաճախորդ բերել ձեր ռեստորան։ Այդ մասին մտածում եք, որ ինչպես պիտի անենք, թե արդեն մի անգամից Հայկն էլ մտավ, պատասխանատվությունը վերցրեց իր վրա, ասաց, չէ, մամ, սա է որ կա։ Մտածում ես, բայց ես մի բան գիտեմ, երբ որ դու սիրում ես մի բան անելը, դա իրան չի կարա չստացվի։ Այն ժամանակ պոնչիկ էի սիրում, հիմա lobster։ Չի կարա չստացվի։ Դու պիտի ուղղակի սիրով անես։ Այն օրը, երբ որ դու հասկացար, որ դու ուղղակի այդտեղ մտնում ես չսիրելով, բայց սենց ստիպված, հավատացեք, այդ գործը չի կայանալու, ինչ գործ ուզում ա լինի։ Բայց կա այդպիսի մարդ, որ ինքը իր սեփական բիզնեսը ունի ու չի սիրում։ Հա, ինչու՞ չէ։ Օրինակ Դե կարող է ինչ-որ մի բան կա, որ ինքը չի սիրում դա անել, բայց ստիպված է, որտեղ բավականին գումար ա բերում, չէ, կլինի։ Հա, պիտի սիրով անես։ Եթե դու սեր ես ներդնում, հավատացեք, ստացվում է։ Հետո գիտեք, ամեն մարդ ինչքան էլ մի ձև սովորում ես, երբ որ դու այդ ուտելու համի զգացողությունը ես, քիմքդ սիրում է համող ուտելիք, դու կարող ես փոփոխություններ անել։ Ես այստեղ սովորել եմ պատրաստել մի հատ ապուր, որը երբևիցե ոչ լսել ենք, ոչ փորձել ենք, դա կոչվում է clam chowder, որը շատ հայտնի է իմիջիայլոց Սան Ֆրանցիսկոյում, որովհետև երբ որ մարդիկ գնում են Սան Ֆրանցիսկո, այնտեղ պարտադիր պիտի ուտեն clam chowder հասկացությունը, այստեղ մեզ տվեցին ուղակի թղթի վրա գրված պատրաստելու ձևը, բաղադրատոմսը, ես պատրաստեցի, հիմա եթե նույնիսկ Google-ում գրեք լավագույն clam chowder-ը, մեր location-ը տալի։
Հա, Los Angeles-ում գրում եք լավագույն best clam chowder, բերում է lobster guys եւ մարդիկ գալիս են clam chowder ուտելու, ամերիկացիները գալիս են ասում են, այ էսենց իմ տատիկներ պատրաստում, մի պաչիկ դեմ այդ ստիպած ասում, գիտեք, ես հայ եմ։ Եվ ես երբեք չեմ իմացել clam-ը ինչ բան է, երբեք չեմ իմացել այս ապուրը պատրաստելու ձևը, բայց ստացվել է, որովհետեւ սեր եմ ներդնում մեջը, որովհետեւ այն ինչ որ անում ես, սիրով ես անում, եթե իմ քիմքին դուրս գալիս, հա, հավատացեք, սկսում ես հասկանալ, իսկ եթե դու մի բանը չես հավանում, ինքը չի կարող այդքան լավը լինի։ Եթե դու յուրաքանչյուր գործը միայն իրան դիտարկում ես որպես եկամուտի աղբյուր, միայն, եւ դրանից այդ հաճույքը չես ստանում, ապա ինքը շատ դժվար է գնալու առաջ։ Իսկ երբ որ դու իրան համ սիրում ես, համ էլ ուզում ես իրանից իրական եկամուտներ ստանաս, ստացվում է, հավատացեք, ստացվում է։ Եվ բոլոր այն մարդկանց քաջալերում եմ, որոնք նույնիսկ չունեն այդ փորձը խոհարարական, ինչպես որ մենք երբևիցե չենք ունեցել այդ փորձը, եթե ցանկությունը կա եւ սերը կա, այդ անելու մեջ փորձեք, հավատացեք, փորձեք։ Իսկ այստեղ սպառողականությունը շատ բարձր է։ Այստեղ մարդիկ սիրում են համեղ ուտել։ Շատ։ Այստեղ Հայաստանում են շատ սիրում։ Այդ է ուզում ասել։ Ասեմ ձեզ, Երևանում են շատ սիրում։ Երևանում ուտելիքը գագաթնակետ է հասել։ Ուղղակի Երևանում եկեք չհամեմատենք Ամերիկայի հետ, ինչու, որովհետև մեր սպառողականությունը շատ սահմանափակ է Երևանում։ Կարելի ասել նույն մարդիկ ամեն օր քո հաճախորդներն են։ Իսկ այստեղ չեմ կարող նույնիսկ քանակ ասել, քանի անգամ ավել է։ Այստեղ դու կարող են ունենալ իրար կողք 10 հատ նույն բանի եւ 10 էլ աշխատեն, եկեք բեյքերիները նայենք այստեղ։ Դուք լավ բան ասացիք, քանի որ շատ են այդ ձեր ասած բեյքերիները իրար հետևից իրար կողքի բացվում են, բայց մարդիկ միևնույն է բացում են ու հաճախորդ ունեն։ Այո, ունեն, որովհետեւ սպառողականությունը մեծ է այստեղ։ Երևանում սպառողականությունը այդքան մեծ չի։ Մենք ունենք մի քանի անուններ, հա, որոնք կան եւ մենք միշտ օգտվում ենք իրենցից։ Այստեղ տարբեր են, շատ են, եւ որովհետեւ քաղաքներն են մեծ, հնարավորություն կա բլենդելում չկա բրբանկում, այսինքն տարածքը մեծ, այսինքն դու քեզ մոտիկը կգնաս, կգտնես լավ ու կգտնես լավը, հա, եւ միտքը հենց դրանում է, որ պետք չի մտածել, այ օրինակ ինչ որ մի բանից կա, չէ, ես չբացեմ, որովհետեւ չէ, դու սիրիր այդ գործը, բացիր ու ամենակարևորը որակդ մի փոխիր։ Ամենակարևոր բանն է, գիտեք, որակ չփոխելը։ Այ ինչպես անել, հատկապես ծովախեցգետնի ու սիֆուդի հետ կապված, հա։ Չխաբել։ Ոնց չխաբել։ Այդպես, որովհետև դու կարող ես lobster օգտագործել, ոնց որ մենք ենք օգտագործում, եւ կարող ես օգտագործել lobster imitation, որը շատ տեղերում կանեն։ Դու lobster դուք երեք փորձեցիք եւ տեսակ մենք ունենք, չէ, ռոլերը։ Այո։ Այն կարակով է այդ հացը տապակվում եւ նույն lobster-ը դու կարող ես կարակով անել, որը բավական ինքնարժեքը բարձրանում է, որ մենք ենք անում, եւ կարող ես անել ինչ որ մեկ այլ կարակի փոխարինիչով, եւ դուք այդ lobster-ից շատ վատ համ կառնեք։ Խափես ինքդ քեզ առաջինը, հետո հաճախորդին համը կզգա, շատ հաճախ մարդիկ ասում են, ինչ համով կարակի, այո, որովհետեւ մենք օգտագործում ենք մաքուր զտած կարակ։ Երբեք ոչ մի տեսակի յուղով, ձեթով այն չի կարող փոխարինել, չխափել քեզ առաջինը։ Այսինքն երբ որ դու քեզ խափում ես, դու սկսում ես հավատալ, երբ որ դու սկսում ես հավատալ, որ դու լավ բան ես անում, ախր հաճախորդը համ է առնում դրանից։ Էլ չեմ ասում, երբ որ դու լավ սկսում ես, հետո ես փոխում, դա շատ մեծ խնդիր։ Դա որպես կանոն այդպես է։ Այո, մեր պոնչիկի գրավական էս դրանում էր, որ ինքը կարակով սկսվել է, ինքը կարակը նույնիսկ գների աճի դեպքում Երևանում Հայաստանում ամենը շատ թանկացել է, կարակը մնում է կարակ։ Եթե դու ուզում ես որակը պահես, միայն դա է, սնունդը, հավատացեք, կշարունակի գործել, եթե դու որակը պահես, ինչով սկսել ես, կամ հակառակը լավացնես, այ ոչ թե հակառակը դու վատացնես, գնաս ավելի մատչելի, շատ ավելի մատչելի բաներ օգտագործես, որ քո եկամուտը ոչ թե լինի 1-ին 3, այ ոչ թե 1-ին 10, այդտեղ դու շահես, բայց դու շատ շուտով սպառվելու ես։ Հա, կսպառվես։ Հավատացեք, երբ որ մենք գաղափար չունենք այդ պոնչիկի եւ ավելի շատ բաներից, մենք պատրաստել ենք ու պատրաստում ենք մաքուր սննդից, մեզ սկսեցին Երևանում զանգել մեծ ընկերություններ։ Գիտեք, ինձ առաջարկում են, ասում են, իսկ դուք ուզում եք պոնչիկի խմոր։ Առաջի հարցը ասի, այսինքն, ասեց խմոր։ Ասում եմ խառնուրդ ինքը ասում է։ Երևանում է խոսքը գնում եւ այստեղ էլ շատ կան։ Եվ ես հարցրեցի, իսկ ինչ բան է դա։ Չէ՞ որ դու երբեք չես եղել բիզնեսի մեջ։ Ասեց, դե բերում ես խառնուրդը ջրով բացում ես, դառնում է դոնաթի խմոր։ Ասի չէ, մեր պոնչիկը ստեղծվում է 0-ից։
Նույնիսկ ջուր ու ալուր չեն տեղ, լրիվ ուրիշ բան է։ Դուք այստեղ դոնատ փորձել եք։ Հա, ես որ քննադատ եմ ուտելիքի շուրջ, ես կարող ասեմ, այստեղ լավ բան չկա։ Շուտով Լոս Անջելեսը կհամտեսի դպոնչիկը։ Կիմանա թե պոնչիկի իսկական համը որն է։ Պատվերների երուզերի պատճառով հայտնվել եք դժգոհության կիզակետում, խուսափեք քաոսից։ Orders Co POS-ի դեպքում խոսքը շատ լուծումների մասին չէ, այլ ճիշտ լուծումների։ Կառավարեք պատվերներն ու մենյուները, վճարումներն ու մարքեթինգը, առաքումը եւ ավելին բոլորը մեկ համակարգից։ Սահուն աշխատանք, արագ մատուցում, արագաճ։ Orders Co ձեր ռեստորանը նորագույն լուծումներով։ Զանգահարեք 855 510 70։ Ձեզ մոտ բացի ծովամթերքից կա նաև այլ ուտելիք, որովհետև մարդ ես, գուցե ես չեմ ուզում դրանից օգտվել, բայց ձեր ռեստորանում եմ։ Ինչ եք առաջարկում։ Տեսեք, մեր ռեստորանում բացի այդ lobster roll-երից, որոնք այդ lobster-ով սենդվիչներն են, մենք առաջարկում ենք ուրեմն տակոներ, շատ համեղ։ Թակոս։ Այո, թակոներ ենք առաջարկում, որոնք եւ տավարով են լինում, եւ հավով, եւ շրիմփերով, հա, խեցգետիններով եւ դե lobster-ով ունենք տարբեր հավի թևիկներ, որը շատ սիրված է, պարզվում է, ես չէի պատկերացնում, բայց սիրում են ամերիկացիները հենց հավի թևիկներ, հատկապես այս խաղերի ժամանակ ինչ որ հավի թևիկները։ Պես կեսադիաներ ունենք, որ առաջարկվում է եւ էլի lobster-ով է կեսադիաները առաջարկվում, տավարի մսով, հավի մսով, էլի բոլորը շատ համեղ են։ Այսինքն այո, շատ հաճախ գալիս են մարդիկ, որոնք մեկը հենց lobster պիտի ուտի, բայց մյուսը ասում են, ես չեմ ուտում lobster կամ ծովամթերք։ Եվ բնականաբար դու ունես։ Մենք ունենք այնպիսի ֆրայզեր, ես հուսամ դուք երեք փորձել եք, մեր ֆրայզերը շատ այո, շատ համեղ են։ Աղջիկս կերավ, որ կերավ, ուրեմն հա, շատ համեղ ֆրայզեր ունենք, որը տարբեր տեսակի են, որում ունենք քաղցր կարտոֆիլը, շատ վաֆլ արած, ունենք այդ մյուս կարտոֆիլը, որը շատ տարբերվող է։ Դա էլ է ձեր տղան անում, երեք որտեվ ինքն էր մենք ենք անում։ Այո, երեք ինքը հայկներ օգնում ես, այո, երեք հայկներ օգնում։ Մենք բոլորս կարողանում ենք անել, ասում եմ, օգնելու տեսանկյունից, նույնիսկ ամուսինս շատ կարողանում է այդ հարցերում օգնել, բայց սպասարկումը, քանի որ հիմնական անգլերեն է, սպասարկման ոլորտում ինքը շատ դժվար է։ Հա, դա լեզվի բարիեր կա եւ այդ տարիքն էլ իրեն ասում է, որ դժվար է շուտ սովորելը։ Տեսակ ձեզ տարիքով ասեց։ Դե մենք բոլորս ենք արդեն տարիքով։ Չէ, դուք շատ երիտասարդ եք, շատ եռանդուն, այսպես կյանքը եռում է ձեր մեջ, աշխատելու մի տեսակ ցանկություն եմ տեսնում։ Հետո այդ ворթիների դեպ երկրորդ ворթու մասին չխոսենք, առաջի ավակ ворթու մասին, որը սովորում է, չէ, արտասահմանում։ Այո, ավակ ворթիս ապրում է հիմա եւ սովորում է Բելգիայում, ու արդեն 4 տարի է, այնտեղ ուսանում է համալսարանում։ Ամուսնացած է։ Ոչ, 24 տարեկան է ավակ ворթիս, Հայկը 18 տարեկան է, ավակ ворթիս Բելգիայում է սովորում, համալսարանում է սովորում։ Իսկ հետո կգա այստեղ։ Ինքը այստեղ սիրում է, հավանում է, ինքը կգա, եթե իրականում ունենա իրական ինքը լավ մասնագետ է, լավ մասնագիտություն է ձեռք բերում, կարելի ասել։ Այնտեղ բակալավր ավարտել է բիզնեսի եւ հիմա իր մագիստրոսը կոչումը ստանալու է ստատիստիկայի նեղ մասնագիտական է վերցրել։ Հաստատ կարող է ձեզ։ Իրականում հա, ժամանակը ինքը այստեղ սիրում է, դե բնականաբար ընտանիքով հա, շատ մեծ սիրով միասին կլինենք, բայց թղթաբանության միայն աշխատանքային իրավունքով եւ այլն, այնպեսի շատ դժվարություններով չենք ուզենա, ինչպես որ մենք ենք այստեղ աշխատանքային իրավունքով, այնպես էլ Իրանը։ Եթե ցանկություն ունենա, հա, մենք մեր երեխաներին սովորաբար այդ հարցում չենք կաշկանդում, որ պետք է պարտադիր մեր կողքին լինեն, պարտադիր մեր հետ լինեն։ Մենք մի բան ենք ասում, իրենք պետք է լինեն ապահով եւ երջանիկ։ Ամենակարևորը ճիշտ ուղու վրա։ Իսկ ո՞րն է ապահով լինելը այստեղ։ Ճիշտ շրջապատում գտնվելը։ Իսկ ինչպես անել, որ ճիշտ շրջապատում գտնվի։ Ճիշտ դաստիարակելը, ճիշտը սովորեցնելը։ Իսկ ինչպես ճիշտ դաստիարակել։ Գիտեք, երբ որ փոքր է լինում, նախ միշտ ընկերություն անել եւ իմանալ, այո, եւ իմանալ, 2 տղա երեխա ունեմ, այո, եւ իմանալ, թե նրանք ում են շփվում։ Եվ դա շատ մեծ օգնություն ձեզ կբերի, որ դուք հասկանաք, եթե դուք տեսնեք մի պարապորտի մարդկանց հետ անընդհատ այդ երեխան, դուք պիտի ակնկալեք, որ շատ շուտով ինքը այդպեսին է լինելու, ուզենալու այդպեսին, անկախ նայած իր ծնողները ինչքան են աշխատում, ինչ ձգտումներ ունեն, շրջապատը։ Եվ դուք պետք է անպայման ամեն ինչ անեք, որպեսզի իր գնացած դպրոցը լավ մարդկանց կոնտինգենտ լինի, դա շատ կարևոր է։ Երեխայի զարգացման մեջ շատ կարևոր է իր շրջապատը։ Իմ երեխաները սովորել են դպրոցում, որտեղ որ ես եմ դասավանդել Շիրակացիում, ձևավորված ընկերություն են ունեցել,
Եվ դա շատ ազդում է։ Իմ մեծ տղան ավարտել է Դիլիջանի դպրոց Ռուբեն Վարդանյանի անվան, ունի աշխարհի բոլոր անկերներում ընկերներ եւ հասկանում եք բոլորի ուղղությունը դառնալ ինչ որ լավ մասնագետ եւ ոչ թե ինչ որ մի բան, հա։ Եվ դրա համար այո, լավ շրջապատ, ապահովությունը հենց այդտեղից է գալի։ Իսկ լավ շրջապատը ոնց կարող ես ձեռք բերել։ Այ, ասենք դու ապրում ես որևէ տարածքում, ինչպես մտնել, ինչպես անել, ինչպես ձեռք բերել առասարակ լավ շրջապատը որն է։ Հիմա երեխեքը ձգտում են թե ով ինչ է հագնում, ով ինչ հեռախոս է բռնում, ով ինչ մեքենա է վարում, մի քիչ ավելի հասուն մի Դա մասին է նյութականն է, այո, եկեք ես ձեզ ասեմ իմ կարծիքը, այսօր նույնիսկ բարձրագույն կրթություն ունենալը, գիտեք, ոչ թե այդքան կրթության թերթիկի մեջ եղած նայ կապերն է, քո կապերը, դա ամենամեծ բանն է, քո կապերը, եւ դրա համար նույնիսկ դպրոց ընտրելիս դու պիտի ամեն ինչ անես, որ քո երեխայի շրջապատը, դպրոցի կոնտինգենտը, իրեն շրջապատող մարդիկ լինեն մակարդակը բարձր, միջինից բարձր, որպեսզի նրանց հայացքները լինեն այնպիսին, ինչպիսին, որ քո երեխայինն են։ Քո երեխան, գիտեք, փոքր տարիքում ես նույնիսկ իմ երեխային ասում էի, երբ որ մեկից սկսում ես ընկերություն անել, մի հատ հələ երբ որ գնում ես իրենց տուն, մի հատ նայ, իսկ քո ծնողները կկարողանան իրենց ծնողների հետ, ոչ թե որ մենք լավն ենք։ No, մեր մակարդակները բոլորիս պիտի համապատասխանի։ Դու չես կարող լինել շատ ներքևում, ձգտես, չգիտեմ, կամ հակառակը ինչ որ բժիշկները չեն կարող ենթադրենք, այսինքն միշտ պետք է գտնես քոնին։ Հա, այդ նույնն է, ոնց որ օրինակ, երբ որ տղան արդեն կամ աղջիկը ամուսնության շեմին է, ծնողները ասում են, որ տղա ջան, դու մեր շրջապատից պիտի ընտրես, դու չես կարող ամուսնանալ ձեր դասարանի թաքուշիկի հետ։ Դու պետք է ամուսնանաս պապայի ընկերոջ, ձյաձ Վովայի, բժշկականի ավարտած, փողով, չգիտեմ։ Չէ, դրա հետ համաձայն չեմ, չէ, դրա հետ բացարձակ համաձայն չեմ։ Ես նկատեմ իրեն շրջապատող, դա ոչ թե որ պարտադիր քո շրջապատից պիտի լինի։ Բայց թաքուշիկով էր։ Իրենց շրջապատող նկատի ունեմ իրենց շրջապատը ձևավորած ում այդ որ իրենք առավոտից իրիկուն կարող են այ հենց նույն դասարանից։ Հա, բայց կարող է այդ տղան էլ սիրահարվել է իրենց դասարանի այդ աղքատ աղջկան։ Եթե աղջիկը իրեն կբարձրացնի վերև, ուրեմն ճիշտ տեղում է։ Հավատացեք։ Բարդ կարևորը մեկը մյուսին վերև տանի, ոչ թե։ Գնացինք հեռուստասերիալ։ Հա։ Մերիի հյուրը հաջորդիվ։ Որ խոսում եք, ես հիշեցի, որ մայրս մենք ապրում էինք Արեշում, մեզ տանում էր Չարենցի անվան դպրոցը 67, որը գտնվում էր Ամիրյանում եւ անգլիական թեքումով էր։ Ու որ միշտ իրեն հարցում ենք, ասում ենք՝ «Մամ, ինչի ես այդքան տրանսպորտով են ժամանակ տանում, երկու տրանսպորտ էինք փոխում»։ Բան ասում էր, որ դուք շփվեք կենտրոնում ապրող մարդկանց հետ, հիմնականում այդտեղից էին դուք պատասխանեցիք իմ հարցին։ Հա, դες մաման մտածել է ու լիքը մամաներ այդպես են մտածում։ Ու ես շնորհակալ եմ իրեն, որովհետև նախ ասեմ, որ դասարանցիների հետ այդքան տենց կապի մեջ չեմ, շատ շփում չունեմ, բայց այդ տարիները Ձեր աշխարհայացքը ուրիշ է։ Աշխարհայացքը, լեզուն, հետո օրինակ Ամիրյան փողոցը ես գիտեի արդեն, այնտեղ տեղակայված բոլոր կարևոր տեղերը, որ կենտրոնում կան։ Ես դրա համար եմ ասում, շատ կարևոր է, թե երեխան փոքր տարիքից ինչպիսի մարդկանց հետ է շփվում։ Նույնիսկ ուսուցչական կազմի։ 3-ից երաժշտական դպրոց տվեց։ Հետո մենք չդարանք երաժիշտ, բայց ամեն ժամանակ բոլորս գնում էինք, չենք դառնում, բայց գնում էինք։ Չէ, իրական դա շատ կարևոր է։ Զարգանալը մարդու հենց այդտեղից է գալիս։ Եվ այդ կապերը ստեղծելը։ Քաղցած ես, դե արի հասկանանք, թե ինչ ենք անում։ Ուշադիր։ Մենյու M-ը հավաքել է հայերին պատկանող բոլոր լավագույն ռեստորանները մեկ վայրում։ Ստուգիր ռեստորանի վարկանիշը, նայիր մենյուն եւ նկարները, նույնիսկ ընթրիք կարող ես պատվիրել։ Ցանկանում ես փայտի կրակով պատրաստված խորոված, թարմ թխված լավաշ կամ քաղցր ինչ-որ մի բան, Մենյու M-ը քեզ կօգնի գտնել ինչ փնտրում ես։ menuem.com Քեզ ծանոթ համերը մեր ռեստորաններից։ Արփինե, ինչպիսի մարդիկ են ձեր հաճախորդները, նախ որ ազգերն են ավելի շատ գալիս, եւ որն է ամենաստացված բլյուդը, այսպես ասեմ։ Տարբեր են, հաճախորդները շատ տարբեր են, քանի որ էլի եմ ասում, ինքը հայակենտրոն քաղաք չի, բայց շատ տարբեր են։ Woodland Hills-ում շատ են իմիջիայլոց պարսիկները, հրեաները,
այնտեղ շատ են, հա։ Բայց հрьяաները կարծեմ չեն ուտում, չէ՞։ Հрьяաները չեն ուտում, այո, մենք հետո իմացանք, որ հрьяաները պարզվում է lobster չեն ուտում, իրենք չեն ուտում ցանկացած բան, որը գտնվում է կաղապարի տակ, պարզվում է։ Դա էլ մեզ հայկը ասաց, որտեղ դասարանում ուներ հрьяաներն ու հрьяաներ էին սովորում, ասեց, գիտես, իրանք պարզվում է չեն ուտում, ասում բա մենք ենք վերցրել ման բիզնեսը։ Մտածում ենք հենա հрьяաներն են լինելու քո հաճախորդները, բայց իրական չէ, հрьяաները չեն ուտում, բայց կան մեջները, որոնք պարզվում է դա էլ շատ խիստ, ինչպես ասում են, ռելիգիոզն ընտանիքների մաս է, եթե իրենք շատ խիստ են պահում, օքեյ, տեսնում ես, որ իրանք հաստատ հրաժարվում են, բայց շատ գալիս են նկատում, բայց մարսիկներ են գալի, որ շատ լավ մարդիկ են, ռուսներ ունենք, ամերիկացիներ ունենք, բոլոր, այստեղ դրա համար եմ ասում, ինքը շատ բազմազգ ոնց որ կոնտինգենտ ունենք, լինելով այդ քաղաքում, եւ արդեն շատերը մեզ ճանաչում են որպես հայ, մենք բոլորին ներկայանում ենք որպես հայ։ Ես հպարտ եմ դա ասում, հա, բոլորին ներկայանում եմ, բայց կլինեն ովքեր կթաքցնեն իրենց հայ լինելը։ Չէ, ուղղակի օտարության մեջ միշտ չի որ մարդիկ կարող է բարձրաձայնեն, բայց մենք հատուկ ասում ենք, որ այո, սա հայկական ընտանեկան բիզնես է։ Իսկ հայերին ճանաչում են։ Շատ, հավատացեք շատ։ Մարդիկ ասում են, ես ուզում եի ասել, հատկապես եթե Էնսինո, Տարզան այդ կողմերից են լինում, որտեղ դες շատ մոտ է մեզ, այո, շատ են, այո, հայերին շատ սիրում են, հա, լավ մարդիկ են գալիս, պարսիկներն էլ են շատ լավ մարդիկ, հա, ես շատ ինձ համար մարդը մարդ է, անկախ ազգությունից, այո, շատ լավ մարդիկ կարող են գալ, մեկ կարող ես կաշկանդվել որոշակի հաճախորդներից, դա ինչ-որ բաներ կա, որտեղ ունենք մենք այդ կաշկանդվելու օտարություն շատ զգալուց, բայց հետո հասկանում ես, որ դա էլ սպասարկման մեկ այլ ձև է, որ պիտի օտարազգին կարողանա սպասարկես, այո։ Իսկ ուտելիքը ամենահայտնի պահանջվածը դա մեր Connecticut կամ Mainstall roll-երն են, հա։ Այդ որ ես երեք փորձել եմ։ Այո, դուք փորձել եք, իրենք ամենահայտնին են, դրա Connecticut-ը դա իմիջիալոց եւ Maine-ը քաղաքների անուններ են, որ քաղաքում ինչպես են lobster-ը պատրաստում, Connecticut-ը դա lobster-ի կարակով տեսակն է, ինքը sense ավելորդ համեր չկա, իսկ Mainstall-ը ինքը սառը lobster-ն է, նա տաք lobster-ն է, իսկ Mainstall-ը դա սառը lobster-ն է, հատուկ լիմոնի սոսով։ Եվ այնտեղ շատ ավելի լիքը մենք սիրում ենք շատ եմ սիրում lobster-ի պոչը, որ ասում են lobster tail։ Հա, ես կերա, չէ՞։ Հա, դուք երեք փորձեցիք, ձեր ամուսնու ձեզ օգնեց, որ դուք դա փորձեք։ Այո, ինքը sense process է, էլի։ Այն որ հավեսով ընկերներով նստած եք ու զբաղվում եք այդ, բայց գիտեք, մի բան եմ ուզում ասել, ինքը ծովամթերքը թանկ սնունդ է։ Մարժան փոքր է։ Տեսեք, ես ասեմ մարժան փոքր է, այո։ Մարժան փոքր է, այսինքն քո օգուտը փոքր է, եթե դու իրականն ես եմ ասում օգտագործում, բայց եթե դու ծավալի վրա սկսես աշխատել, այսինքն շատ ունենաս առևտուր, ու պիտի ծավալդ մեծանա։ Դրա համար մենք բոլոր դաշտերում կանք, այսինքն Uber-ում կանք, Դա է ասում, առաքում ունեք։ Մարտադիր։ Մենք ունենք եւ Uber-ը, եւ DoorDash-ը ունենք, եւ Grubhub-ը ունենք հենց մեր edge-ը, երբ որ կարողանում ես մտնել online order տաս, հենց edge-ից։ Այո, ունենք այդ ամեն ինչը եւ դա օգնում է մեզ եւ այսօր գիտեք ամեն ինչը մարդիկ նույնիսկ ալարում են իրենց տանից դուրս գան ու անդադ հասկանում ես որ մեկ ուտեստի համար իրենք կարող են առաքման նույնքան գումար վճարեն, ինչքան որ այդ ուտեստներ, բայց ալարում են տանից դուրս գան։ Եվ դա բնականաբար բիզնեսները ուղղակի պիտի իմանաս ոնց առաջ տանես քո բիզնեսը։ Դու պիտի ակցիաներ ձևակերպես այնտեղ։ Եթե նստես, սպասես թե Uber-ը հեսա քեզ կհիշի, չէ, դու էլ պիտի գործանես, դու էլ պիտի պատրաստ լինես Uber-ին ինչ-որ բան տալու։ Այո։ Եթե մարդկանց թվում է, որ իր բիզնեսը կա, ուտելիքը կա Uber-ում, ու ասում է, բայց իմ մոտ քիչ է օրդերները, որովհետև դու պիտի մի քիչ լայնախոհ լինես, ասես ո՞նց անեմ, որ տարբերեմ յուրաքանչյուր սպառող Uber-ը մտնելիս, հա, կամ DoorDash-ը մտնելիս, ինքը մանա գալու ակցիա, հավատացեք, ակցիա։ Ակցիա, այսինքն ինչ որ զեղ չէ։ Զեղ չէ, մի հատ նվեր, պատկերացեք, ամերիկացին գալիս է, այդ իրա պատվերի հետ ես միշտ իրեն կալմարներ ենք հյուրասիրում կամ ինչ որ քաքնեցրեմ, ինչ որ հատկապես ընտանիք։ Դուք չեք պատկերացնում, դա մարդու համար ինքը կարող է ծախսել 100-ից ավել, բայց այդ քո մի հատ փոքր $20 ասած մեր կողմից complimentary ենք ասում, հա, այդ որ հյուրասիրում ես, մարդը իրեն շոյված ազգում։ Յուրաքանչյուր սպառող անկախ նրանից թե ինքը ինչքան է այդտեղ ծախսել։ Նույնը այդ դաշտում է այդ Uber-ը, երբ որ ինքը մտնում է, տեսնում է, այսինքն երկու հատ որ ես ռոլից առնեմ, այսինչը նվեր կտա, էպասի 3 հատ առնեմ, թող տա այնա։ Ինքը արդեն պատրաստ է։ Դրա համար դու պիտի նաև այդ գործիքների հետ կարողանաս աշխատել։ Միայն չգրանցես այնտեղ ու նստես սպասես թե երբ են քեզանից ամիսը դառնալու 100 պատվեր, նո։
ամեն ինչ հնարավոր է, դու փորձիր այդ այնպես արա, որ քեզ ճանաչեն այդ դաշտում։ Ոնց անես, այսօր ճանաչելը շատ հեշտ է դարձել։ Այսօր շատ հեշտ է, դու կարող ես Instagram ունեն ռիլեր անես, պոստեր անես, գործիքները կա, այո, գործիքները կա։ Ես Արփինե, ես ուզում եմ ասել, որ ձեզ ասել են учитель от Бога, հիմա ես ասում եմ business woman от Бога։ Չեմ սիրում այդպես իմ մասին ասել, հա, բայց գիտեք ոնց։ Դե ես եմ ասում, դուք չեք ասում։ Ես սիրում եմ սովորել, անընդհատ նոր բան անել։ Անընդհատ փնտրում եմ նոր բան անել։ Հետո մի բան, ախր գիտելիք ունես, կարդալ գիտես, կարաս սովորես այդ ամեն ինչը։ Հիմա եթե ես մեկին բերեմ պարտադիր ասեմ, արի ինձ համար, չգիտեմ, ամսական $1000 մենք վճարենք, թող ինքը ռիլեր նկարի։ Այն նույնն է անելու Մերի ջան։ Նկարելու այդ համով ուտելիքը, okay, professional նկարանում կարող ես Photoshop-ը երավես, sense մի հատ իդեալական, բայց ամեն օրվա վարելու համար Instagram-ի իմաստ չունի։ Դու գործիքին ծանոթացի, մի քիչ sense ասա, հələ պասի, ես էս սովորեմ, ախր այդ սովորելը մեզ երիտասարդացնում է նայ։ Դե ասում են ժամանակ չունեմ, անընդհատ պատրաստում եմ, ոնց նկարեմ։ Վայ, հենց այդ րոպեին հաճախորդին որ պիտի տաս մի հատ sense Այսօր մեր բոլորիս հեռախոսները քայլող կամերաներ են, հասկանում եք, մենք ամեն վարքան պետք չի ինչ-որ դու պատկերացեք, իսկ իմիջիալոց մարդիկ ուզում են բնական նկարներ եւ ոչ թե AI-ով պատրաստած նկարներ, իհարկե, ինչքան բնական, այնքան քո դիտումը մեծանում է, մեկ է տեսնես, որ այն ամենապատահական նկարածը այնց դիտումի հասավ, շատ ուրախանում ես։ Մեր հայերը, որ ինչքան լավ բաներ են ցտալի, շատ պատահական սյոպկաներ է, դա բնական է, սպառողը չի ուզում AI։ Այսօր բնականությունն է, այո։ ChatGPT-ով ինչ որ ֆոտո սարքած, իսկ ինչու կան այդ նույն AI-ները, ChatGPT-ները։ AI-ները շատ լավ է, եթե դու իրան ճիշտ ես օգտագործում ամենտեղ։ Հիմա պատկերացրեք, սիրուն նկարել եմ, երկու բառը ուզում եմ միտքս հավաքեմ, post անեմ, AI-ին ասում նայես դեկարի տակ մի հատ սիրուն post արա, այնքան սիրուն է գրում եւ պարզ լեզվով, ասում համեցեք կարակով պատրաստված լավագույն lobster-ը, լսան, մինչեւ ես դա կհավաքեմ, այնտեղից գործիքից պիտի սովորես օգտվել։ Հա, ստեղծված է, բայց եթե դու միայն AI-ից չիմանալով օգտվես, բոլորն իմանալ են, որ դու այնտեղ չկա, դու AI-ից, ChatGPT-ն, Perplexity-ն, այդ ամեն ինչից օգտվելու ձևը սովորիր։ Սովորելու համար։ Այո։ Դե համար ամեն ինչ կարելի է անել։ Մեր զրույցը կարծում եմ շատերին կմոտիվացնի լսելով ձեզ, ձեր խոսքերը, ձեր խորհուրդները։ Իսկ դուք ումից եք մոտիվացվում։ Որովհետև եթե ասեք, որ չէ, չեմ հավատա։ Այդ ուժը, այդ շարժունակությունը, ցանկությունը ինչ որ միտեղից պետքա գա։ Հա, երեխաներից։ Դու ուզում ես երեխաներիդ համար լավ ապագա։ Իմը մենակ դա։ Իմ ընտանիքը պիտի, մեր ընտանիքը պիտի շատ կայացած լինի։ Իսկ ինչ է շատ կայացած լինելը, այսինքն պատկերացրեք տարիներ անց արդեն այդ ձեր երազանքը կատարվել է, դուք ձեզ որտեղ եք տեսնում։ Ես երազանքս որ կատարվի, ես Երևանում եմ իրական տեսնում։ Շատ հաճախ երեխաներս չգիտեն որտեղ կլինեն, որտեղ որ իրենց լավ կլինի, բայց գիտեք կյանքը շատ փոխվել է մեր ծնողների հետ, եթե մենք համեմատենք։ Այն ժամանակ կար շատ մեծ հավասարություն, հա։ Հիմա շատ մեծ հնարավորություններ, շատ տեղեր գնալու, շատ բաներ փորձելու եւ այդ ամենի համար պետքա ֆինանսական կայունություն։ Այն ժամանակ բոլորը գրեթե նույնն էին։ Բոլորը գնում էին ինչ-որ միտեղ հանգստանալու, հա, 10-ից 8-ը գնում էին Սոչի, սանատորիա։ Հա, չէ, այդ է։ Եվ ինչպես էր ստացվում, այդ ձգտումները գրեթե նույնն էր։ Իսկ հիմա ձգտումները մեծ են։ Դու ուզում ես երեխադ լավ կրթություն ստանա։ Դու ուզում ես երեխադ լավ աշխատանք ունենա։ Այո, ինչու ոչ ուզում ես լավը հագնես, լավը ուտես։ Այդ ամեն ինչը ինչ անում, որպեսզի նստես մենակ ուզել չի։ Եթե դու ուզում ես, ուրեմն պիտի մի բան անես, որ ստեղծես։ Եթե ստեղծելու ունակ ես, էներգիա տեղն է, ուղեղը տեղն է, կամքը տեղն է, արա։ Արփինե, ո՞րն է եղել ձեր աշակերտներին տված ամենօրյա խոսքը, ուղերձը, խորհուրդը։ Լավ մարդ լինելը։ Եղեք լավ մարդ։ Լավ մարդ, հա։ Գիտեք, լավ մարդ որ լինես, ամենտեղ կարող ես լինել։ Լավ մարդ ձեռ մեկնող մարդ, հասկացող մարդ, դիմացինին ընկալող մարդ, լավ կամեցող լինես։ Լավ մարդ լինելը շատ հազվագյուտ բան է, բայց պիտի լավ մարդ լինես։ Իսկ ճիշտ է, որ երեխաների համար լավագույն փորձը դա իր ընտանիքի փորձն է, այսինքն ինչ որ դու տեսնում ես ընտանիքում, հետո արդեն դպրոցում, ուսուցիչների միջոցով, նրանց միջոցով, ովքեր որ քեզ սովորեցնում են։
Իրականում հա դա երեխան ընտանիքից հասկսում, բայց միշտ չի որ ընտանիքի փորձը ինքը կարա կիրառի ամբողջ կյանքում ճիշտը դա լինի, չէ։ Եթե ինքը ձևավորում է, ել եմ ասում, ճիշտ տեղում իր քայլերը ձևավորում են ճիշտ, կարա ինքը ընտանիքի այն փորձը բացարձակ չկիրառի։ Լսել ենք չէ շատ ինչ որ ընտանիքներ, որոնք ծնողները շատ ինչ որ այլ դժվարություններով, բայց մեկ էլ գենիալնի երեխաներ են լինում, գենիալնի հաջողություններ են որտեղից է լինում։ Որովհետև այդ երեխայի ձգտումները փոքր տարիքից ինքը մենակով էլ է ձգտել երևի թե։ Հա, բայց օրինակ եթե երեխան շատ լավ նկարում է ու տաղանդ է, հա, ծնվել, բայց մաման ու պապան ուշադրություն չեն դարձնում։ Այդ տաղանդը մեռնում է երեխայի մեջ։ Երեխայից այդ էլ է, երեխայից կախված։ Հիմիկվա երեխեք այնքան լավն են մեր։ Ինչ այդ որ նկարողը պատինել կնկարի, քարինել կնկարի։ Շատ լավն են հիմիկվա երեխեքը։ Ամեն սերունդ իրական իր այդ ժամանակի համար շատ լավ է։ Ես չեմ սիրում որ ասում են, «Էս հիմիկվա սերունդը», այս հիմիկվա սերունդը ընդհանրապես բոլոր սերունդները ժամանակի համար շատ լավն են։ Այդ ասողները գիտեք ինչ են, իրանց թվում է որ պետք է բոլոր սերունդները իրանց նման լինեն, դա չի կարող լինել։ Մեզանից լավ սերունդներ կան։ Ու ինչքան դեռ կգան։ Ու կգան։ Սերունդը չգիտեմ, բայց ուսուցիչների հետ կապված մի բան եմ ուզում ասել, խորհուրդ տալ ուսուցիչներին, օրինակը իմ վրա բերեմ, որպեսզի ոչ մեկի չնեղացնեմ։ Դասարանում կային աշակերտներ, ովքեր որ լավ էին սովորում մաթեմատիկա առարկան։ Ես հայերենից, գրականությունից, տարական առարկաները լավ եմ սովորել, բայց մաթեմատիկան լրիվ չասեմ 0-ից մի քիչ բարձր, ամոթել ասեմ, բայց ասում եմ, հիմա թաքցնելու բան չունեմ։ Նո բանասիրական դուք ավելի հումանիտար եք։ Կրթություն, այո։ Ուրեմն իմ ուսուցչուհին, մաթեմատիկայի ուսուցչուհին շատ լավ հիշում եմ։ Ես այնքան լավ էի զգում իր վերաբերմունքը իմ նկատմամբ։ Մի տեսակ sense արհամարական, մի տեսակ այն որ հա դե դու լավ չես սովորում, հա դե դու չգիտես, հա դե դու մեկա չես ստանալու բարձր գնահատական։ Ու հենց այդ ուսուցչուհուն եմ հիշում միշտ։ Անազգավնը չեմ ուզում տամ, կարծեմ 2 անգամ հարցազրույցներից մեկում տվել եմ էթերիկ է իրեն։ Պատվերների երուզերի պատճառով հայտնվել եք դժգոհության կիզակետում, խուսափեք քաոսից։ Ordersco POS-ի դեպքում խոսքը շատ լուծումների մասին չէ, այլ ճիշտ լուծումների։ Կառավարեք պատվերներն ու մենյուները, վճարումներն ու մարքեթինգը, առաքումը եւ ավելին, բոլորը մեկ համակարգից։ Սահուն աշխատանք, արագ մատուցում, արագաճ։ Ordersco ձեր ռեստորանը նորագույն լուծումներով։ Զանգահարեք 855 510 70։ Աղջիկս սկզբից որ գնում էր մանկապարտեզ, հաճախ հիվանդանում էր ու հաճախ բացակայում էր։ Դե դա արդեն մենք պիտի որոշենք գնար թե չգնար, չգնաց 10 օր մեկ ամիս գրեթե չգնաց ու մանկապարտեզից մի հոգի չհետաքրքրվեց, թե ձեր երեխային ինչ է եղել։ Այստեղ Միացյալ Նահանգներում արդեն։ Ու ես հանեցի երեխային այդ մանկապարտեզից, փառք Աստծո որ մենք գտանք շատ լավ մանկապարտեզ, բայց այդ մանկապարտեզը ես կյանքում ոչ մեկին խորհուրդ չեմ տան, որովհետև ոնց դու մի հատ չզանգես հայկական մանկապարտեզ, ասես լավ ձեր երեխան ոնց է, ինչ եղաք, ինչի չեք գալիս, ասում եմ մենք գիտենք դուք գնում եք հանգստանալու։ Տարօրինակ։ Փառք Աստծո որ շատ չեմ հանդիպել նման դեպքերի, այսօր տրավմաներիցս խոսեցի, բայց սա հարթակ է, որտեղ կարող ենք խոսել, հատկապես որ գիտեմ, որ ինձ դիտողները, մեզ դիտողները ինձ եւ մեր ծրագիրը գնահատում են ու սիրում են հենց դրա համար, բնականության, անկեղծության, պարզության համար։ Այո, շատ անմիջական զրույց է տեղի ունենում։ Դուր եկավ ձեզ մեր զրույցը։ Շատ Մերի ջան, ես եթե հնարավորություն կա դիմելու հայ համայնքին, այո, ես ուզում եմ ասել, որ մենք տարբերվում ենք մնացած բոլոր ռեստորաններից նրանով, որ մենք չենք մատուցում այո հայկական ուտեստներ, բայց հրավիրում ենք սիրով մեր հայ համայնքին մեր ռեստորան, սիրով կսպասենք, որտեղ յուրաքանչյուր հայ հաճախորդի գալով մենք չենք տեսնում նրա մեջ հաճախորդ, մենք նրանք տեսնում ենք մեր հայ հյուրին, որին մեծ սիրով սպասում ենք, մեծ սիրով ընդունում ենք, ճանապարհում ենք եւ ավելին ասեմ, շատ շուտով, այո, ինչպես ասացի, մենք պատրաստվում ենք այստեղ դպոնչիկը բացել եւ վստահ եմ, որ բացի Lobster-ից նաեւ մարդիկ մեր մասին կլսեն արդեն երբ որ պոնչիկը կլինի,
Հուսամ որ մենք կուրախացնենք մեր հայամայնքին։ Բայց եթե դպոնչի կլինի, lobster-ը փակվելու է։ Չէ, Բա։ մենք lobster-ն էլ ենք արդեն սիրում։ Չէ, երկուսը կարող ենք միասին։ Պոնչիկը որպես դեսերտ։ Այո, եթե նույն վայրում լինի, պոնչիկը լինելու է որպես դեսերտ, բայց մենք նաև մտքեր ունենք, որ պոնչիկը առանձին քաֆե, ոնց որ Հայաստանում այն կկրպակի նման գործում, այստեղ հիմա շատ շուտով ուզում ենք արդեն դրանով էլ զբաղվել։ Գիտեք ինչ կարող եք անել, կարող եք նաև տարբեր առիթներ սպասարկել, որովհետև հիմա դա էլ է շատ նորաձև, նկատել եմ, միտեղ էինք վերջերս, կարկանդակ պատրաստեցին, իրենց սայլակով եկան, իրենց գազօջախով, պատրաստեցին ու մատուցեցին տակ-տակ։ Երևանում մենք ունենք նման բաներ, մենք Վանարջիում հարսանիք ենք ունեցել, պատկերացրեք, Ամերիկայից եկել էին հարսանիք անելու, ես սփյուռքահայեր էին եւ իրենք որոշել են մեր պոնչիկները տեղում թխվի եւ հյուրերին մատուցվի։ Եվ մեր իրենց տորտ ասած դա պոնչիկներն էր, պատկերացրեք, մոտավորապես 200-ից ավել պոնչիկ էինք պատրաստել այդ մի ժամվա մեջ։ Հետո անցած տարի Երևանում ունեցել ենք կնունք Երաս թաղամասում, այնտեղ էլ շատ սիրուն անցնում, երբ որ մեր էջամարտիկ ցանկություն ունեն նայելու, դպոնչիկի կարող են տեսնել, այո, կնունք ենք անում։ Գիտեմ, որ բարձրաստիճան մարդկանց եք սպասարկել։ Այո, ես չթաքցնեմ, նախարարություններ, նախարարներ, բարձրաստիճան մարդկանց էլ ենք սպասարկել, հպարտ ենք։ Գիտեք ինչի ենք հպարտ, որ ոչ թե մարդկանց ենք սպասարկում, հպարտ ենք, որ այնքան համով ենք, որ մեզ մարդիկ ճանաչում եւ պատվիրում են։ Այո։ Եվ այստեղ էլ հուսամ այդպեսին կլինի, եւ այո, այստեղ որոշել ենք, որ հենց այդ պոնչիկները լինեն թրաքով, գնանք մանկապարտեզները, իրենց արարողություններին, գնանք ծնունդները, քեյթրինգի տեսքով, ուղղակի հենց տեղում պոնչիկները պատրաստվում են տակ-տակ։ Այգիներ կարող եք գնալ։ Այգիներ։ Պաղպաղակի թրաքեր կան, շրջում են այգիներում։ Այո, ու դա արդեն մեր պլաններում է, եւ էլ եմ ասում, քանի ունենք ուժ, քանի ունենք ցանկություն, ինչպես ասացիք, էներգիա, այո, ես գիտեմ, որ ես այդ էներգիան ունեմ, ուրեմն կանենք։ Այնքան կանենք, մինչև որ կա, բա մարդը դրանով երիտասարդ է մնում։ Եթե ոչինչ չանենք, երևի շատ շուտ կհոգնենք, կհիվանդանանք, դրա համար փորձում ենք շատ ավելի sense ամեն ինչին արագ անել։ Շատ լավ, շատ ուրախ եմ ծանոթության համար։ Շատ ուրախ եմ, որ ինձ հյուրընկալեցիք եւ մեր միջոցով մարդիկ ձեզ ճանաչեցին արդեն ու վստահ եմ, որ հետաքրքրությունը այնքան մեծ է լինելու, որ գալու են ու փորձեն, որովհետեւ արդեն Lobster Guys-ի դպոնչիկի մասին բավարար ինֆորմացիա ունեք նաեւ Արփինեի ու իր ընտանիքի անցած ճանապարհի մասին։ Եվ հանգիստ կարող եք գնալ եւ որպես մեր հայրենակից սատարեք, փորձեք եւ ինչու՞ չէ վայելեք իրենց պատրաստած ուտելիքները։ Դե իսկ մենք կհանդիպենք հաջորդիվ։ Հաջողություն։